Գորիում սկսել է գործել Շիդաքարթի և Սամցխեջավախքի զինվորական զորակոչի և հավաքագրման տարածաշրջանային կենտրոն։ Պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին այսօր Պաշտպանության ուժերի հրամանատարի հետ պաշտոնապես բացել է շրջկենտրոնը Գորիում։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է անձնակազմին նոր կենտրոնի բացման կապակցությամբ և նշել, որ մարզկենտրոնները մեծ նշանակություն ունեն հավաքագրման և զորակոչի գործընթացի կառավարման գործում։ Խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո ազգային զինվորական զորակոչի և հավաքագրման գործակալության տնօրեն գնդապետ Իրակլի Չիտանավան Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների և հյուրերի հետ շրջայց է կատարել կենտրոնի ենթակառուցվածքով և ծանոթացել իր առաջադրանքներին։ Պաշտպանության բանակի զինվորական զորակոչի և հավաքագրման ազգային գործակալությունը ներառում է 8 շրջկենտրոն և 81 քաղաքային վարչություն։ Գործակալությունն իրականացնում է անհրաժեշտ հաշվառման, համալրման և զորակոչի աշխատանքներ։ Պաշտպանության բանակի կանոնավոր և պահեստային զինծառայողները համապատասխան անձնակազմով համալրելու համար ներդրվել են նոր մոտեցումներ և համակարգեր, այդ թվում միասնական էլեկտրոնային համակարգ, որը ստեղծվել է զորակոչիկների հավաքագրման գործընթացն ապահովելու համար։ Կրճատվել են նաև զորակոչիկների ազգային զինծառայության ժամկետները, զգալիորեն բարձրացել են նրանց վարձատրությունը։ Պաշտպանության նոր օրենսգրքով ամբողջությամբ վերանայվում է պարտադիր զինվորական ծառայությունը և 2025 թվականի հունվարի 1-ից այն փոխարինվում է ազգային զորակոչով, որը կարող է ավարտվել միայն Պաշտպանության բանակում։